Էխո Եվրազիա կինոփառատոնը տեղի է ունենում Երևանում մարտի 11-ից 13։ Այն համախմբում է կինոյի ոլորտի մասնագետներին և սկսնակ կինոգործիչներին Եվրասիայի տարբեր երկրներից։ Ֆորումի շրջանակներում նախատեսված են կրթական մոդուլներ, վարպետության դասեր, հանդիպումներ կինոաստղերի հետ, ինչպես նաև լավագույն Եվրասիա կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրություն։ Միջոցառմանը կմասնակցեն ճանաչված կինոգործիչներ, այդ թվում Ռուսաստանի վաստակավոր արտիստներ։ Էխո Եվրազիա կինոփառատոնը հանդիսանում է Եվրազիա կինոփառատոնի շարունակությունը։ Այն ընդլայնում է եվրասիական կինոյի դաշտը, ստեղծում է յուրահատուկ հարթակ մասնագիտական և բարեկամական շփումների համար և միավորում հետխորհրդային երկրները կինոյի միջոցով։ Էխո Եվրասիա կինոֆեստ կինոփառատոնը, որի նաև մասնակցում եք դուք որպես վավերագրող պարոն Գրիգորյան, Գևորգյան ներողություն, նախ ներկայացրեք այս փառատոնի ձեր մասնակցությունը եւ կարեւորությունը Երևանում նման միջոցառում է իրականացվում։ Նախ ասեմ, որ սա շարունակությունն է, ուրեմն Եվրազիա ռուսական հիմնադրամը, այսպես ասեմ, արեց մեծ փառատոն մի հատ Մոսկվայում, մոտարապես նոյեմբերին էր, որը փորձ արվեց եւ շատ լավ փորձ էր հին սովետական կինոփառատոնները իրենց այսպես ասած ավանդույթներով ամեն ինչով վերականգնել եւ կոնկրետ Եվրազիայի տարածքով, այսինքն ինչ վերաբերվում է նախկին սովետական միության տարածքի հանրապետությունները, բայց ասենք Չինաստանից բանից էլ հյուրեր էլ կային Եվրազիայից մի խոսքով։ Հիմա այսպես ասած ոնց որ ասած այդ փառատոնի մեծ փառատոն էր, այնտեղ մեծ փառատոն էր կինոփառատոնների բոլոր, այսպես ասած, տրամաբանությամբ, չգիտեմ, գեղարվեստական կինո, վավերագրական, ասում եմ, գեղարվեստական կինո, վավերագրական կինո, կարճամետրաժ ֆիլմեր, տարբեր մրցանակներ կար։ Հիմա սա, այսպես ասած, արձագանքն է այստեղ Երևանում, քանի որ Եվրազիայի հիմնադրամի օֆիսը այստեղ շատ բան է աշխատում, նամանավանդ մշակույթի բանով, ծրագրերով, տարբեր մշակութային ծրագրեր կան, որ հենց վերաբերվում են կինոյին, լրատվությանը, որոշել են այստեղ 4 օրյա, այսպես ասած, փառատոնի մինի այդ վիճակը բանանը եւ հրավիրվել են այն նախկին առաջին փառատոնին, որտեղ բաներ է, բոլոր պարգևատրվողներին, պրիզյորներին բանին եւ իհարկե չգիտեմ ինչ դիտումներ է լինելու, դեռ չեն ասել։ Այսպիսի բանի մեջ է, այսինքն հանդես գալիս, ինչ ֆիլմ եք ներկայացնում։ Ես ֆիլմով հանդես չեմ գալիս, ես հանդես եմ գալիս որպես էքսպերտ, մասնակցում եմ ակլոր սեղաններ են, որ ասենք եկել են Ռուսաստանից, Կիրգիզիայից, բան։ Ներկայացել է որևէ ֆիլմ ներկայացվել է։ Դեռ չգիտեմ, այսօր ամեն ինչ պարզ կլինի, քանի որ ամեն ինչ իրանք այսպես ասած իրանց ծրագրերը դեռ չէին ասել, բացմանը կտեսնենք։ Առաջին անգամ է Հայաստանում այս։ Հայաստանում առաջին անգամ է, այո, ես ասում եմ արձագանքն է, Մոսկվայում էլ եղել առաջին անգամ Եվրազիա կինոֆեստը։ Սա նրա արձագանքն է առաջին անգամ եվրասիական տարածքում։ Առաջին անգամ եկել են Հայաստան։ Որքան գիտեմ, ինչ-որ բաներում կա, որ միջև անգամ Ղրղստան էլ պետք է լինի, բան, տեսնենք ինչ շարունակում։ Հայաստանին։ Ինչ կտա, օրինակ այսօր կինոարվեստին ինչ իմաստով։ Հայաստանում ասում եք մեծամասշտաբ փառատոն է, որը Մոսկվայում է տեղի ունեցել։ Հիմա առաջին անգամ եկել է Հայաստան։ Իսկ փառատոնները կինոարվեստին, ոչ մի երկրի կինոարվեստին փառատոնները ոչինչ չեն տալիս։ Ինչի հնարավորություններ են տալիս։ Հնարավորությունները ես էլ ասացի, Եվրազիայում հիմա կան տարբեր, այսպես ասած, ծրագրեր, որը վերաբերվում է դոկումենտալ կինոյին, Russia Today դոկումենտարի մեծ հոլդինգի հետ աշխատելու, էլ ֆինանսավորվում են տարբեր ֆիլմեր, մեկը ես եմ հիմա ֆիլմանում, շուտով կավարտեմ, սահմանի մասին ֆիլմ եմ անում, ուսանողների փոխանակություններն են, ուսանողների ուսումնական ֆիլմերն են ֆինանսավորվում, շատ ֆիլմեր ֆինանսավորվում են, ինչ կտա, ասեմ ձեզ, որովհետև ես դեռ չեմ տեսել վերջերս մի կինոփառատոն, որ առաջին իսկ ասուլիսի ժամանակ դրվեն ազգային ինքնության ու ազգային, այսպես ասած, արտահայտման հարցեր։ Այսօր Սպուտնիկում, մեր մոտի Սպուտնիկում մեծ ասուլիս էր եւ հիմնականում առաջի հարցը դրա վրա էր դրված ազգային ինքնության եւ ազգային ընդհանրապես ինչ է ազգային կինոն, ազգային մշակույթը։ Եվ ճիշտ հարցադրում էր, որովհետեւ եթե վերցնում ենք մեր հայկական կինոն,
մեր հայկական կինոն լավագույն ֆիլմերը ունեն ազգային ինքնության մենտալիտետի շատ ցայտուն, արտահայտում։ Այն ֆիլմերը, որոնք չունեն, դրանք ուղղակի ֆիլմեր են։ Հայ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ կինո, որը նկարվել է հայ ֆիլմ։ Սկսենք Եռանկյունից, բրցնենք Մալյանի Նահապետից, չգիտենք մենք ենք մեր սարերից, Սարոյան եղբայրներից։ Սովետական ֆիլմերը ամրցելի են։ Ինչ։ Սովետական ֆիլմերը ամրցելի են այսօր։ Այս ինչի են անմրցելի։ Ինչի են անմրցելի, որ սովետական ժամանակ նկարել են, ասենք Սարոյան եղբայրներ, մտածել։ Ազգային ինքնությունն է մեջը։ Ազգայինը շատ է մեծ, իսկ հիմա ես չգիտեմ, հազար մի պրոդուսերական կենտրոններ բաներ կան, նկարում են թիթեռ ֆիլմեր։ Որպես էքսպերտ, այսինքն հաշվի եք առնելու նաև այդ Այո, բա իհարկե, որտեվ միշտ էլ ցավոք սրտի միշտ կինոյի պատմության մեջ այդպես է լինում։ Եթե կինոն ինքը իր դրամատուրգիայով, իր մտածողության ազգային հիմքերից հեռու է մի տեսակ, միջև անգամ ասենք Տարկովսկու պես ռեժիսոր, որ հեռու չի, էլի որ վերցնում ես ռուսականական Բերգմանը, ես այն բան ռեժիսորն, էլ չեմ ասում Ֆելինին, Ամարկորդովան, որ ամբողջ իտալական ինքնության մասին է, այդ կինոն չի ստացվում։ Պարոն Աբովյան, մարտի 11-ից 13-ը Երևանում տեղի կունենա Էխո Եվրասիա կինոֆեստ կինոֆորումը, որին տարբեր երկրներից մասնակիցներ կան, այդ թվում նաև Հայաստանից։ Նախ այս ֆորումին դուք եք ներկա, որպես ով եք ներկա։ Ես որպես այո, ներկա եմ որպես հյուր, այո, հրավիրված հյուր, կարող եմ ասել միայն մի բան, որ այո, անհրաժեշտություն կա փոխանակվել այս վերջին ժամանակահատվածում, մշակույթային կինոյի, սենց ասենք, կինոյի ոլորտում ձեռքբերումներով եւ միանշանակ պնդում եմ, որ եվրասիական ուղղությունը, եվրասիական մշակույթը, մենք եվրասիական մշակույթից ենք, մենք բոլորս եւ փոխանակումը իրար ավելի լավ ճանաչելը, իրար ավելի լավ հասկանալը կարևորագույն նշանակություն ունի առհասարակ օրինակ նույն արտաքին քաղաքականության մեջ ցավում եմ որ ստիպված եմ քաղաքականացնել, բայց իրականում դա այդպես է եւ այո մենք ունենք բավականին երկար անցած ճանապարհ եվրասիական, երկար ասած ճանապարհը հազարամյակներ դե լավ, եվրասիական մայրցամաքում, բայց դրա հետ մեկտեղ ժամանակը անցնում է, ավելի դինամիկ է, ավելի հետաքրքիր է եւ այս դինամիկ անցնող ժամանակահատվածում այն պետությունները եւ ժողովուրդները, ում մենք համարում ենք բարեկամ, ում մենք համարում ենք ընկեր, պետք է լավ մեզ ճանաչեն, դա շատ կարեւոր է։ Եվ մենք պետք է իրենց լավ ճանաչենք, ասեմ ավելին, մեր թշնամիները մշտապես փորձել են իրավիճակ ստեղծել, երբ որ մենք տարանջատվենք, չշփվենք, չիմանանք, լեզուն չսովորենք, այս կարգի միջոցառումները հակառակն են ցույց տալիս եւ դուք տեսնում եք հոց բազմությունը, այսինքն հետաքրքրություն կա մարդկանց մոտ եւ շատ լավ է եւ ողջունում եմ կազմակերպիչներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրանց, սենց ասեմ, ինչ-որ մի ձև դե լավ այս գործընթացը կազմակերպել են եւ այս լավ նոտայով շնորհավորում եմ կանանց միամսյակի հետ կապված մարտի 8 ու մինչև ապրիլի 7, բայց մի բան էլ ասեմ, առասարակ յուրաքանչյուր իրան հարգող տղամարդու համար կանանց տոնը ամեն օր է, ես տենց եմ համարում։ Շնորհակալություն։ Будут представлены фильмы, созданные в России и других 6 странах. Мы не могли, естественно, представить всю палитру и многообразие конкурсной программы, картин было много на фестивале, но постарались так, чтобы многие государства СНГ были представлены здесь своими работами. И делегация наша, прибывшая сюда, она включает кинематографистов разных стран. России, Таджикистана, Молдовы, Абхазии. И мы рады, что, естественно, армянские кинематографисты тоже участвуют в этом событии своими работами. Сегодня будет торжественное открытие фестиваля, гала-концерт с участием известных актеров из России и показ одного из фильмов. Желаю всем приятного просмотра. Надеюсь, что вы обязательно придете на другие дни фестиваля «Евразия». Спасибо. Представьтесь, пожалуйста. Сергей Новожилов, художественный руководитель фестиваля «Евразия Кинофест». Мы представляем 10 лучших картин победителей Евразия Кинофест, который прошел у нас в Москве. Такие форумы, они помогают нам еще раз показать значимость кино,
показать, насколько сегодня важно и ценно снимать правильное кино, показывать его. Кино, которое сегодня воспитывает традиционные ценности, которое сегодня формирует то важное и ценное гармонизацию межнациональных отношений между нашими странами, показывает доброе и вечное. И сегодня мы показываем лучшие картины, а также образовательные программы, которые в течение этих 3 дней будут организованы здесь, на территории Еревана. Это и круглые столы, и мастер-классы по режиссуре, по сценическому мастерству, а также мы проведем заседание Молодежной ассоциации кинематографистов Евразии. Мы рады тому, что у Армении есть хороший, серьезный киноресурс в лице и профессионального киносообщества, и молодежи, которая сегодня преемственность преследует высших известных именитых кинематографов. И мы уже провели такие кинофорумы в Бишкеке, в Кыргызстане, Республике Абхазия, сейчас вот на территории Армении. И дальше мы двигаемся на территорию Беларуси, в город Минск. Готовимся к самому главному событию, то есть для чего нужны кинофорумы, чтобы сохранить эту преемственность от кинофестиваля к кинофестивалю. Первый мы провели в Москве, второй кинофестиваль большой, крупный мы проводим с 6 по 13 июня в городе Сочи. Радует того, что у нас развивается профессиональное сообщество, у нас разрастается сетка наших единомышленников. Если на кинофестиваль в Москве прибыло 300 кинематографистов, сегодня мы объединили за счет таких кинофорумов, у нас уже более 500 тех, кто входит в нашу сетку, тех, кто сегодня возглавляет наши ячейки в странах Евразии. Кино сегодня важный инструмент пропаганды нашей главной повестки «Оно Евразия». Это сохранение наших традиционных ценностей. А у нас у всех есть наш общий язык, наша общая культура, наши обычаи, религия, которая нас объединяет. В том числе есть у нас и свои национальные, идентичные какие-то особенности, но тем не менее гармония разнообразия – это то, что мы должны ценить друг друга, потому что мы единый общий народ, у нас одна общая цель, чтобы наши традиции, ценности и наш культурный код Евразии жил. Заслуженный деятель искусств, академик Национальной академии кинематографических наук и искусств НИКа, художественный руководитель Международного фестиваля кино стран Евразии «Евразия Кинофест» Сергей Новожилов. Добрый вечер, дорогие друзья. Не прошло и полгода, как российские кинематографисты Евразии, которые впервые мы снова встречаемся здесь, в Доме Москвы. Это замечательное, важное событие. Сегодня еще об этом будут говорить. Но для нас это возможность показать лучшие фильмы стран Евразии, представленные на первом международном фестивале «Евразия Кинофест» в октябре прошлого года в городе Москве. И за эти 2 месяца начала Нового года, это уже 3-й показ «Эхо» фестиваля «Евразия Кинофест». Был Бишкек, был Сухум, и вот сегодня Ереван. Для приветственного слова я с удовольствием приглашаю советника посланника посольства Российской Федерации в Армении Максима Владимировича Селезнева. День добрый. Мне очень приятно быть на этой сцене. Я хотел бы вас поприветствовать от лица чрезвычайного и полномочного посла Российской Федерации в Республике Армения Сергея Павловича Копыркина, организатором, участником и гостям Международного фестиваля кино стран Евразии «Евразия Кинофест». Уважаемые дамы и господа, дорогие друзья, приветствую вас на открытии Международного фестиваля кино стран Евразии «Евразия Кинофест». Именно здесь, на евразийском пространстве, где особенно выражено переплетение традиций, культур и судеб, наиболее востребована роль кино как инструмента продвижения диалога и взаимопонимания. Россия и Армения связаны узами многовековой дружбы. И сегодня мы вновь подтверждаем эту связь, открывая киносмотр, который станет площадкой для творчества, вдохновения и обмена идеями.
Рад видеть в программе кинофестиваля картины совместного российско-армянского производства. Мы гордимся тем, что можем вместе, с уважением к культурным традициям наших стран, создавать качественный кинопродукт. Трудно переоценить роль современного кинематографа в сохранении и продвижении традиционных духовных ценностей, что особенно важно в условиях глобализации и экспансии неолиберализма, который ставит их под сомнение. Важнейшая миссия кинофеста – просвещение зрителя, сохранение культурной самобытности евразийских народов, сбережение близких нам духовных опор. Я хочу поблагодарить организаторов ОНО «Евразия», правительство Москвы, Дом Москвы в Ереване, которые сделали возможным это замечательное событие. Пусть кинофестиваль станет праздником искусства, который оставит у зрителей яркие впечатления и укрепит российско-армянские культурные связи. Приятных просмотров. Сергей Павлович Капуткин. Ֆորումը առաջին անգամ կայացավ Ղրղստանում, փետրվարի 2-ից 5-ը, հավաքելով ավելի քան 3000 մասնակից։ Այնտեղ հիմնադրվեց Եվրասիայի երիտասարդ կինոգործիչների ասոցիացիան։ Երիտասարդ կինոգործիչներին աջակցելու եւ համատեղ կինոնախագծեր զարգացնելու նպատակով։ Այնուհետև փետրվարի 26-ից 27-ը ֆորումը տեղի ունեցավ Աբխազիայում։ 2025 թվականին այն կանցկացվի նաեւ մի շարք այլ եվրասիական երկրներում, այդ թվում Բելարուսում։ Եվրասիա կինոփառատոնը միջազգային փառատոն է, որը անցկացվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-ից 21-ը Մոսկվայում։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են լավագույն երիտասարդական ֆիլմերը, հեղինակային, կինոմետրաժ եւ լիամետրաժ։ Տեղի են ունեցել հայտնի կինոնախագծերի պրեմիերաներ։ Ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 250 կինոգործիչներ եւ փորձագետներ 18 երկրներից։ Իսկ հանդիսատեսի թիվը գերազանցել է 5000-ը։ Հաջորդ Եվրասիա կինոփառատոնը կանցկացվի Սոչիում։ Եվրասիան շարունակում է իր գործունեությունը, նպաստելով ԵԱՏՄ երկրների համատեղ կինոնախագծերի ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև մեր եվրասիական ժողովուրդների մշակութային ժառանգության հանրենացմանը։ Кинофест здесь, в прекрасном Ереване. Сегодня мы продолжаем большой путь, который мы начали в октябре 2024 года в Москве на первом фестивале Евразия Кинофест. Летом 2025 года нас ждет встреча в Сочи, а сегодня мы с вами в самом сердце Армении, где кино и культура всегда были больше, чем просто искусство. На наших форумах «Эхо Евразия Кинофест» мы хотим объединить кинематографистов, зрителей, творческих людей, которым важно не просто снимать и смотреть фильмы, но и чувствовать, обсуждать и делиться смыслами. Это возможность раскрыть свои таланты, найти единомышленников, укрепить профессиональные связи и, конечно, просто дружить. Наше эхо уже прозвучало в Кыргызстане и Абхазии, и вот теперь в Армении. Мы привезли сюда лучшие фильмы режиссеров из разных стран нашей большой Евразии. Это истории, которые говорят на одном, знакомом всем нам языке эмоций, общих духовно-нравственных ценностей и культурных традиций. Спасибо, что вы с нами. Пусть этот форум станет еще одним шагом на пути к большому, крепкому киносообществу, где у каждого есть голос и возможность быть услышанным. Приятного просмотра, интересных встреч и вдохновения!